Որպեսզի պետությունը զարգանա, Սերժ Սարգսյանը պետք է ամբողջովին նվիրվի պետության հետագա կառավարմանը։ Այս մասին համոզմունք հայտնեց Ազգային ժողովի նախկին նախագահ, այժմ հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանը, պատասխանելով Ազատության այն հարցին, թե արդյոք 2018-ի ապրիլից հետո, երբ Սերժ Սարգսյանը վայր դնի նախագահի լիազորությունները, վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում։ Հիշեցնենք, երեկ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում այս հարցին այդպես էլ չանդրադարձավ, ընդամենը շեշտեց, թե իր եւ Կարեն Կարապետյանի միջև հակասություններ չկան եւ վարչապետն էլ հրաժարական տալու որևէ պատճառ չունի։ Շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմականացման հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող, ասել էր Սերժ Սարգսյանը, այդպես էլ չմանրամասնելով, թե ովքեր են իր եւ վարչապետի միջև սեփ խրողները։ Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը վստահեցնում է, այդ ուժերը ի հայտ կգան։ Իսկ ովքեր են այդ բեմականացնողները, ովքեր են փորձում սեփ խրել վարչապետին։ Ուրիշ տեղ որոնեք, որովհետև ես գիտեմ դրանք ովքեր են։ Իրենք կամաց ի հայտ կգան։ Կբացահայտվեն, կարծում եմ։ Իհարկե։ Շատ են այդպիսի ուժերը, ովքեր ուզում են սեփ խրել վարչապետի եւ Սերժ Սարգսյանի միջև։ Չեմ կարծում, շատ են կամ քիչ։ Իսկ նպատակը ո՞րն է, պարոն Սահակյան, այդ դեպքում ինչ հարց են ուզում լուծել դրան։ Գիտեք, ես հարցազրույցի այսպես տոգորված չեմ պատասխանելու համար։ Իհարկե դրանց բոլոր պատասխանները կան։ Իսկ ինչ եք կարծում 2018-ից հետո էլ, երբ որ Սերժ Սարգսյանը վայր դնի իր լիազորությունները, նախագահի Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում։ Գիտեք, դա նախ քաղաքական ուժը ինքը կորոշի, հանրապետականները հիմնականում։ Դա այս պահին քննարկելու բան չի։ Ինչու 1 տարի է մնացել արդեն, ինչու չեք որոշում այդ հարցին, ինչի հետ է կապված այդ անորոշությունը։ Այդ հարցը կապված է առաջ խաղացման հետ, մեր պետության հետագա ճակատագրի հետ։ Ընդհանուր, եթե անձնական տեսակետ եք ուզում, այդ անձնական տեսակետը բոլոր հանրապետականները կարող են տալ, բայց դրա ժամանակն էլ չի։ Ձեր անձնական տեսակետը ինչպիսին է, դուք ուզում եք, որ Կարեն Կարապետյանը շարունակի որպես վարչապետ 2018-ից հետո։ Ես բարձր եմ գնահատում Կարեն Կարապետյանին, բարձր եմ գնահատում իմ թիմի բոլոր ընկերներին, բայց որպեսզի պետությունը հնարավորինս առաջ զարգանա, կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը պետք է ամբողջովին նվիրվի պետության հետագա կառավարման ձևին։ Այսինքն լինի վարչապետ, պարոն Սահակյան։ Չգիտեմ ինչ կլինի։ Նկատենք, հանրապետականները խուսափում են պատասխանել հարցին, թե արդյոք 2018-ի ապրիլից հետո, երբ Սերժ Սարգսյանը վայր դնի նախագահի լիազորությունները, վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում։ Հանրապետականները շրջանցում են նաև այն հարցը, թե արդյոք հնարավոր է, որ հենց Սերժ Սարգսյանը զբաղեցնի վարչապետի պաշտոնը։ Նախագահի երեկվա հայտարարությունից հետո հանրապետականներն առայժմ խոսում են Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի միջև սեփ խրել ցանկացող ուժերի մասին, այդպես էլ չմանրամասնելով, թե ովքեր են նրանք։ Իշխող ուժի խոսնակ Էդուարդ Շարմազանովն Ազատության հետ զրույցում միայն շեշտեց, թե միևնույն է նրանք հաջողության չեն հասնելու։ Ում մասին է խոսքը, որ ուժերի մասին է խոսքը եւ ինչու են այդ ուժերը ցանկանում սեփ խրել վարչապետի եւ նախագահի միջև։ Նախ ձեր հմուտ փորձերը մեզնից կորզել բառեր, նախադասություններ, որոնք մեծ սենսացիա կառաջացնեն, կարծում եմ հաջողության չեն հասնի, որովհետև այն ինչ որ ասելու հանրապետության նախագահը արդեն ասել է։ Ովքեր են այդ ուժերը, իրենք էլ գիտեն, մենք էլ գիտենք։ Նրանք հաջողության կհասնեն, իհարկե ոչ։ Չեք ուզում բացահայտել այդ ուժերին ինչու, որն է պատճառը։ Եթե գիտեք, նրանք էլ լավ գիտեն, որ դուք գիտեք։ Կարծում եմ դուք էլ գիտեք, որ մենք գիտենք, իրանք էլ գիտեն, որ մենք գիտենք, մենք էլ գիտենք, որ դուք էլ գիտեք։ Որն է նպատակը, ինչ եք կարծում։ Քաղաքականության մեջ ամեն ինչ որ ուղղացվում է։ Նրանց դիմեք նպատակը որն է։ Իսկ այդ ուժերը, որոնք նման բեմականացումներ են անում, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում, ձեր ներսում են, իշխանության ներսում են, պարոն Շարմազանով։ Մեր ներսում, մեր ներսը առողջ է։ Այսինքն ընդդիմության շարքերում են։ Ես պատասխանեցի, մեր ներսը առողջ է։ Վստահ եք։ Վստահ եմ։ Եվ պարոն Շարմազանով, այնուամենայնիվ նախագահ Սերժ Սարգսյանը չանդրադարձավ ամենաշատ հնչող այն հարցին, թե արդյոք 2018-ից հետո, երբ որ նա վայր դնի նախագահի լիազորությունները, Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում։ Ի վերջո, այդ հարցին էլ չանդրադարձավ Սերժ Սարգսյանը։ Ինչու ասաց, որ այս պահին հրաժարվել։ Սիրել եք Սերժ Սարգսյանի կենսագրությունը եւ նրա քաղաքական
աշխատավոճ, ապա պետք է շատ լավ իմանաք, որ պարոն նախագահը եւ նաեւ հանրապետականները սա ամեն ինչի մասին խոսում են ժամանակին, ոչ թե ժամանակավրեպ։ Հիմա ժամանակավրեպ է դրա մասին խոսելը։ Հիշեցնենք, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանն ասել էր, որ եթե իր ղեկավարած հանրապետականը հաղթի ընտրություններում, ապա ինչ որ կարգավիճակով իր դերը կունենա ժողովրդի անվտանգության ապահովման հարցում, այդպես էլ չհստակեցնելով, թե այդ կարգավիճակը ինչ պաշտոն է ենթադրում։